Պաշտոնաթող նախագահներ, եթե իսկապես ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, չպիտի մասնակցեք 2026 թվականի ընտրությանը, հայտարարել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա հավելել է, թե մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները իշխանության գալ չեն կարող եւ որ նրանք սնուցում են ներկա իշխանությանը։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ամբիոններից մեկի վարիչը եւ եւս 2 հոգի կալանավորվել են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից հայտնում են, որ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու, մյուս երկուսը կաշառք ստանալուն օժանդակելու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա։ 2025 թվականի 3-րդ եռամսյակում արտասահմանյան օգտատերերի հետաքրքրությունը դեպի Հայաստան ուղղությունների նկատմամբ աճել է 30%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկիրը ԱՊՀ բնակիչների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում զբաղեցնում է պատվավոր 5-րդ հորիզոնականը։ Դեպի Հայաստան կատարվող որոնումների ճնշող մեծամասնությունը 77%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ ընդհանուր առմամբ յուրաքանչյուր 5-րդ հարցումը գալիս է ԱՊՀ երկրներից։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի նախագահի, Հայաստանը ռուսաստանցի ճանապարհորդների համար ամենագրավիչ ուղղություններից մեկն է, շնորհիվ հյուրընկալության, հարուստ մշակույթի եւ տարածքային մոտիկության։ Հայաստանում առավել շատ հետաքրքրված են կանայք 66%, քան տղամարդիկ 34%։ Երևան նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյի կոչվող տարածքի մի հատվածում պայթյուն է տեղի ունեցել եւ կան վիրավորներ, ինչպես դեպքի վայրից փոխանցում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում այնանման հետքեր եւ ծխացող օջախ։ Թե ինչ է պայթել եւ ինչ հանգամանքներում, պարզվում է, ինչպես նաեւ այդ տարածքի սեփականատիրոջ եւ վիրավորի ինքնությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։